5 կենդանակերպի նշաններ, որոնք կբացեն նոր կյանքի ճանապարհը 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Դեկտեմբերի գարուստով գալիս է մի պահ, երբ ծանոթը սկսում է փոխել իր ձևը, օրերը կարճանում են, եւ ներքին էներգիան կարծես մտքերը հավաքում է հստակ պլանի մեջ։ Ոմանց համար այս ժամանակահատվածը կլինի շրջադարձային կետ, նախկինում միայն թեթևակի բաց դռները կլայնանան, թույլ տալով նրանց մտնել իրականություն, իրենց մասին նոր ըմբռնումով։ Ես ձեզ կպատմեմ 5 նշանների մասին, որոնց համար դեկտեմբերի առաջին շաբաթը կլինի փոփոխությունների մեկնարկային կետ, ոչ թե հանկարծակի փոթորիկ, այլ նուրբ, բայց համար հրավեր, վերախմբավորվելու եւ սեփական ճակատագրի ստեղծողի դերը ստանձնելու համար։ Խոյ աշխատանքը որպես համարձակ որոշումների դաշտ, դեկտեմբերի սկզբից դուք, խոյեր, կզգաք վճռականության ալիք ձեր նկրտումները կոնկրետ քայլերի վերածելու համար։ Ձեր մասնագիտական կյանքում մոտենում է մի ժամանակահատված, երբ նախկինում հետաձգված նախաձեռնություններին հնարավորություն է տրվում իրականացնել, կարող է առաջանալ մի առաջադրանք, որը պահանջում է արագորեն ստանձնել պատասխանատվություն կամ հնարավորություն ղեկավարելու մի նախագիծ, որտեղ գնահատվում են վճռականությունն ու դիրքորոշման հստակությունը։ Ձեզ համար կարևոր է ոչ միայն գործել էներգետիկորեն, այլև սահմանել ռազմավարական շրջան, որպեսզի թափը չկորչի մանրամասների մեջ։ Աշխատանքային հարաբերությունները կսկսեն արձագանքել ձեր անմիջականությանը։ Նրանք, ովքեր նախկինում տատանվում էին, այժմ ավելի հեշտությամբ կհամաձայնվեն ձեր առաջարկների հետ։ Արդյունավետ հաղորդակցությունն ու առօրյա առաջադրանքները հանձնարարելու ունակությունը թույլ կտան ձեզ ուղղորդել ձեր հիմնական էներգիան ստեղծագործ ոլորտներ եւ հիմք դնել կարիերայի աճի համար գալիք տարում։ Երկվորյակներ, ֆինանսները նոր ուղղորդմամբ։ Երկվորյակները դեկտեմբեր են մտնում իրենց ֆինանսական կառուցվածքը վերակառուցելու հնարավորությամբ, երկարաժամկետ կայունություն ապահովելու համար։ Սա լավ ժամանակ է ձեր եկամուտներն ու ծախսերը վերանայելու, գործընկերների հետ պայմաններ բանակցելու եւ ձեր հմտություններին ավելի լավ համապատասխանող եկամտի այլընտրանքային աղբյուրներ փնտրելու համար։ Հնարավոր են ազատ աշխատանքի, խորհրդատվության կամ կարճաժամկետ պայմանագրերի հետ կապված առաջարկներ, եւ դուք կկարողանաք դրանք լավ կառավարել ձեր ճկունության եւ արագ մտածողության շնորհիվ։ Գործնական խորհուրդ. ստեղծեք միջոցների կառավարման ծրագիր։ Մի կողմ դրեք մի փոքր պահուստ անսպասելի ծախսերի համար եւ ներդրումներ կատարեք այն ոլորտներում, որոնք կբարձրացնեն ձեր մասնագիտական շարժունակությունը։ Ձեր ֆինանսական հոսքերի ճշգրտումը ձեզ անկախության զգացում կտա եւ կթեթևացնի այն ճնշումը, որը ձեզ հետ է պահում։ Աղեղնավոր. կարիերան որպես կրքի եւ իմաստության համադրություն։ Աղեղնավորները կզգան, որ դեկտեմբերի առաջին շաբաթը նրանց հնարավորություն է տալիս կատարել կարիերայի քայլ, որը համապատասխանում է իրենց ներքին ձգտումներին։ Սա կարող է լինել ավելի պատասխանատու պաշտոնի առաջարկ, մասնակցություն խոշորամասշտաբ նախագծի կամ ուսումնական դասընթացի սկիզբ, որը հանգեցնում է նոր որակավորման հանդեպ։ Ձեր բնական աճի ձգտումը կստանա գործնական տեսք։ Դուք կսկսեք ճշգրիտ հասկանալ, թե ինչ հմտություններ պետք է զարգացնել հաջորդ քայլը հասանելի դարձնելու համար։ Պահպանեք ձեր ներքին լավատեսությունը, բայց համատեղեք այն կոնկրետ ժամկետների եւ հաջողության չափանիշների հետ։ Այս կերպ դուք ոգեշնչումը կվերածեք կայուն արդյունքների։ Ձեր մասնագիտական բրենդի զարգացումը եւ կարիերայի հստակ նպատակներ սահմանելը կօգնեն ձեզ առաջ շարժվել վստահությամբ եւ արժանապատվությամբ։ Ձկներ. ընտանիքն ու թիմը որպես աջակցություն։ Դեկտեմբերին ձկները կզգան, որ իրենց անձնական կյանքը եւ աշխատանքային թիմը դառնում են անսպասելի հնարավորությունների աղբյուր։ Ձեր ընտանեկան կյանքում դուք կգտնեք աջակցություն, որը թույլ կտա ձեզ ավելի վստահորեն կայացնել կարևոր որոշումներ։ Գուցե հնարավորություն առաջանա փոխելու ձեր առօրյա կյանքի ձևաչափը կամ օգնություն կստանաք առօրյա խնդիրների հարցում, որոնք վաղուց ուշադրություն են պահանջում։ Ձեր թիմում դուք կգտնեք մարդկանց, ովքեր պատրաստ են կիսել պատասխանատվությունը եւ վերագնահատել ձեր ստեղծագործական կողմը։ Սա կհարթի ճանապարհը համատեղ նախագծերի եւ աշխատանքային պայմանների բարելավման համար։ Խմբի տրամադրությունը զգալու եւ նրբորեն փոխազդեցություն հաստատելու ձեր ունակությունը կդառնա արժեքավոր ակտիվ։ Ճիշտ պահին ընդամենը մեկ ճշգրիտ բառը բավարար է՝ միությունն ամրապնդելու եւ դրական փոփոխությունների շղթա սկսելու համար։ Վստահեք ձեր սիրելիներին եւ հիշեք սահմանել ձեր սեփական սահմանները։ Այսպես հարաբերությունները կդառնան նոր կյանքի հուսալի հիմք։ Կույս. կարգ, որը ծնում է ազատություն։ Դեկտեմբերի 1-ից սկսած կույսերը կտեսնեն հնարավորություն կազմակերպելու իրենց աշխատանքը եւ ֆինանսական գործերը այնպես, որ ազատագրվեն զարգացման համար ռեսուրսները։
Այս ժամանակահատված է բարենպաստ է համակարգված լուծումների իրականացման համար, առօրյա գործընթացների ավտոմատացումը, ժամանակացույցերի վերակազմակերպումը և ֆինանսական պարտավորությունների վերանայումը զգալի թեթևացում կբերեն։ Կարող է առաջանալ ավելի կառուցվածքային դերի կամ աշխատանքային պայմանների բարելավման առաջարկ։ Օգտագործեք վերլուծական մոտեցում դրական և բացասական կողմերը կշռադատելու համար։ Ֆինանսական ոլորտում օգտակար կլինի կենտրոնանալ երկարաժամկետ ծրագրերի վրա։ Պարտքի վերակառուցումը, ծախսերի օպտիմալացումը և ձեր սեփական կարողությունների մեջ մտածված ներդրումները կստեղծեն կայուն աճի հիմք։ Ձեր մանրակրկիտ աշխատանքը և մանրամասներին ուշադրություն դարձնելու հակումը այժմ կծառայի որպես լարված իրավիճակը կայուն և լավ մտածված հետագծի վերածելու բանալի։ Այծեղ ջուր։ Ինչ են ձեր պահապան հրեշտակները պատրաստել ձեզ համար նոյեմբերի վերջին։ Պատրաստվեք պոչից բռնել ձեր բախտը։ Դուք կանգնած եք աշնան շրջադարձային պահին, և երկինքը շշնչում է հատուկ հրավեր։ Իրադարձությունները ծավալվում են այնպես, կարծես ավելի բարձր դիրքում գտնվող մեկը զգուշորեն վերադասավորում է խաղաքարերը ձեր շախմատի տախտակի վրա։ Սա պարզապես պատահականություն չէ, այլ նուրբ վերադասավորում է, որտեղ ձեր կատարած յուրաքանչյուր քայլ նոր կշիռ է ստանում։ Դուք կզգաք, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել նախկինում սկսում նոր իմաստ ստանալ, իսկ ձեր որոշումները ձգողականության հզոր ուժ։ Ձեր պահապան հրեշտակները լուռ քայլելով ձեր կողքին, ձեզ կուղեկցեն այն պահերին, երբ դուք կարող եք բռնել ձեր բախտը և պահել այն։ Կարևորը չկորցնել ձեր սեփական պատասխանատվությունը և թույլ չտալ, որ անհանգստությունը խաթարի առողջ դատողությունը։ Աղեղնորի մեջ գտնվող արևը քառակուսի է ձկների մեջ գտնվող լուսնի հետ։ Շարժման մեջ գտնվող բոցը հանդիպում է մակընթացությանը, լույսի և ստվերի լարված պար։ Երբ արևը լի աճի և շարժման ցանկությամբ, լարվածության մեջ է հայտնվում զգայուն լուսնային էներգիայի հետ, ձեր շրջապատող աշխարհը ստանում է սպասման երանգ։ Կրակոտ աղեղնավորի մեջ գտնվող արևը ձեզ դրդում է նախաձեռնողականություն ցուցաբերել, ընդլայնել ձեր գործունեության ոլորտները։ Առեղծվածային ձկների մեջ գտնվող լուսինը ձեզ հրավիրում է կանգ առնել և լսել զգացմունքների թաքնված հոսանքները։ Նրանց միջև քառակուսին գործում է որպես կատալիզատոր։ Այն թույլ չի տալիս ձեզ անշարժ նստել, բայց նաև թույլ չի տալիս կուրորեն գործել։ Արդյունքում դուք ստանում եք գործողության հզոր ազդակ, որի դեպքում զգացմունքներն ու երազանքները պահանջում են լսելի լինել, իսկ միտքը մնում է ուշադիր։ Ինչպես է ներքին հակամարտությունը վերածվում հնարավորության ուղու։ Դուք կարող եք ներսում հակասություն զգալ, վճռականորեն շարժվելու ուժեղ ցանկություն և միևնույն ժամանակ կանգ առնելու, փորձառությունները ինտեգրելու խորը կարիք։ Այս հակամարտությունը իրականում ազդանամ է, այն մատնանշում է ձեր կյանքի այն ոլորտները, որտեղ ձեր հավակնությունները պահանջում են մարդկայնացում, իսկ ձեր զգայունությունը ավելի կոնկրետություն։ Այս պահին հրեշտակյան աջակցությունը գործում է որպես ինտուիտիվ ազդանշանների խթան։ Այն օգնում է ձեզ տարբերակել պատրահանքային պահանջները աճի իրական ազդակներից։ Եթե սովորեք տարբերությունը տան, հրապարակում լարվածությունը դառնա ոչ թե խոչընդոտ, այլ գործիք, որը կակտիվացնի իրադարձությունների բարենպաստ շրջադարձերը։ Արտաքին նշաններ և գործնական դրսևորումներ, որտեղ փնտրել հաջողություն։ Այս ժամանակահատվածում առաջացող իրավիճակները հավանաբար կդրսևորվեն որպես հանկարծակի առաջարկներ, ասպասելի հանդիպումներ կամ պատասխանատվություն ստանձնելու խնդրանքներ։ Հաճախ դրանք լինում են փորձությունների տեսքով։ Ձեզ կխնդրեն կատարել շտապողական թվացող ընտրություն կամ կառաջարկեն համագործակցություն, որը պահանջում է հուզական բացություն։ Ընդունեք սա որպես փորձություն։ Եթե պատրաստ եք ձեր իմպուլսը հիմնավորել իմաստալից գործողություններով, բախտի պարգևը կարող է երկարատև լինել։ Հրեշտակները ձեզ կուղեկցեն այն կետերին, որտեղ ձեր վճռականությունն ու զգայունությունը կարող են հանգիպել և արդյունքներ տալ։ Պատրանքների ռիսկերը և ինչպես ճանաչել դրանք։ Քառակուսին ստեղծում է իդեալականացման միտում և ինտուիցիայով գործելու միտում, առանց փաստերը ստուգելու։ Զգացմունքային ցնցումների պահերին արժե ուշադրություն դարձնել նախապատմությանը, որքան կայուն է առաջարկը, ով է այն աջակցում և ինչ իրական մեխանիզմներ են թաքնված բառերի հետևում։ Պատրանքները հեշտությամբ քողարկվում են որպես ոգեշնչում, բայց դրանք չեն դիմանում ուժի փոքր փորձությանը։ Հրեշտակային օգնությունն այստեղ դրսևորվում է որպես հանկարծակի գիտակցում։ Ճիշտ ժամանակին տրված մի փոքր հարց կարող է լույս սփռել և առանձնացնել իրական հատիկը դատարկ թեփից։ Պատվիրեք անհատականացված հորոսկոպ, զուգընկերոջ համատեղելիություն կամ թարոքարտի ընթերցում ձեր իրավիճակի համար։ Կխտիկ Olga Korf_Taro։ Կարդացեք նաև ճշմարտությունը այծեղ ջրուհի մասին։ Սա սովորաբար չի գրվում հորոսկոպներում։ Խորհուրդ.
Ինչպես պատրաստվել եւ չբաց թողնել հնարավորությունը։ Պահպանեք հստակ կենտրոնացում եւ վարվեք ինչպես հյուսնը, չափեք, ապա կտրեք։ Երբ հնարավորություն է առաջանում, գլխավոր կանոնն այն է, որ այն հնարավորությունից վերածվի պլանի։ Դրա համար կարևոր է չափազանց շշտապել, բայց նաեւ չհետաձգել այնքան, որ պահը վատնեք։ Նախ զգացեք ներքին ազդակը, թույլ տվեք ինքներդ ձեզ ընդունել, որ ձեր սիրտն է առաջնորդում ճանապարհը։ Այնուհետև տվեք այս ազդակին կառուցվածք, գնահատեք իրական պարամետրերը, կշռադատեք ռիսկերը եւ ռեսուրսները եւ ուրվագծեք առաջին կոնկրետ քայլը։ Հրեշտակները նախընտրում են նրանց, ովքեր կարող են համատեղել ոգեշնչումը կարգապահության հետ։ Ձեր խնդիրն է պատրաստ լինել հնարավորությունը վերածելու արդյունքների։ Գործնական սովորություններ, որոնք կբարձրացնեն ձեր բախտը։ Ամենօրյա մանրակրկիտություն ձեր ամենօրյա գործունեության մեջ, հիմնական մտքերի պարզ օրագրում գրառում եւ ձեր արժեքների արագ ստուգում, այս ամենը ստեղծում է մի միջավայր, որտեղ պատահականությունը դառնում է կանխատեսելի։ Ժամանակ հատկացրեք մտածված վերանայելու ստացված առաջարկները, առանց թույլ տալու, որ զգացմունքները թելադրեն ձեր վերջնական ընտրությունը։ Փոքրիկ հիմնավորման ծեսերը կօգնեն ձեզ պահպանել կենտրոնացումը։ Կարևոր որոշում կայացնելուց առաջ մի քանի խորը շունչ քաշել, կարճ զբոսանք լարվածությունը հալեցնելու համար, կամ ձեր մտքերը կիսել վստահելի մեկի հետ։ Այս պրակտիկաները շատ ժամանակ չեն պահանջում, բայց դրանք զգալիորեն մեծացնում են ձեր հաջողությունը պահպանելու ունակությունը։ Ինչպես խոսել ինքներդ ձեզ եւ աշխարհի հետ, ազնվությունը որպես մագնիս։ Ձեր ներքին ճշմարտությունը գրավում է այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են համապատասխանել ձեր մտադրությանը։ Բաց խոսեք ինքներդ ձեզ հետ, ընդունեք ձեր վախերը, բայց մի թողեք, որ դրանք թելադրեն ձեր ընտրությունները։ Նշեք ձեր ցանկությունները, բայց մի իդեալականացրեք դրանք։ Ուրիշների հետ շփվելիս ձգտեք լինել նրբանկատ եւ թափանցիկ։ Ձեր մտադրությունների եւ սպասումների հստակ ձևակերպումը կպաշտպանի ձեզ բացթողումներից, որոնք կարող են փչացնել նույնիսկ իրադարձությունների ամենահաջող շրջադարձը։ Հրեշտակները հաճախ գործում են մարդկանց եւ հանգամանքների միջոցով, որոնք արձագանքում են ազնվությանը։ Պահպանեք այս գիծը որպես ձեր հիմնական ուղեցույց։ Ինչ անել, եթե գիրքը գերազանցում է հաշվարկին։ Արտակարգ միջոցներ հոգեկան հանգստության համար։ Եթե զգում եք, որ ձեր զգացմունքները սկսում են ձեզ մղել անխոհեմ գործողությունների, մի պահ կանգ առեք եւ ուշադրությունը սևեռեք ձեր մարմենի։ Մի քանի խորը շունչ քաշելը եւ պարզ փաստերի ստուգումը ձեզ կվերադարձնեն իրականություն։ Վերագնահատեք գործարքը պարզ հարցերի տեսանկյունից։ Որոնք են ձեզ անհրաժեշտ նվազագույն երաշխիքները եւ որն է ձեր անկանոն պլանը։ Նման փոքրիկ մանրամասները չեն խլում պահի կախարդանքը, բայց թույլ են տալիս պահպանել դրա պտուղները։ Հիշեք, հաջողությունը բռնելը չի նշանակում, որ դուք պետք է ամեն ինչ բռնեք։ Ձեր խնդիրն է պահպանել այն, ինչը իսկապես արժեքավոր է։